Պարոն Հակոբյան, դուք նշում եք Միքայել Կալչունի, ոչ Նիկոլ Փաշինյանի հետ, բայց նախկինում կառավարությունը Միքայել ուներ գրասենյակ, որը շատերի գնահատմամբ տրվել էր ապօրինի, քանի որ ոչ թե տրվել էր ձեզ, որպես վարչապետ։ Ես ձեզ խնդրում եմ, չգիտեմ որ լրատվամ, ոչ, որովհետև արդեն սխալ է, Օրագիր News, սիրելի թանկագին Օրագիր News, սխալ ինֆորմացիա ոչ միայն տպագրում եք, այլև դեմ դիմաց ասում եք, իհարկե չենք ունեցել, երբևէ Միքայել, եթե դուք հետևեք, ոչ, չի եղել այդպիսի բան, եթե դուք հետևեք, եթե նույնիսկ մինչև այդ չեք ճշտել, չգիտեմ ով է հրապարակել դա, ով է այդ հարցում ուղարկել, ձեր լրատվամիջոցը թե մեկ այլ, եթե մինչև դա չի ճշտել, ապա մեր պարզաբանումից հետո գոնե հիմա այդ հարցը պետք է չտայք, չի եղել նման բան, երբևէ, մենք չենք ունեցել, մենք չենք, ես չեմ հերքում, չի եղել այդպիսի փաստ, որ ես դա հերքեմ, չի եղել պարզապես սխալը ձեր կողմից է, նման փաստի հղում անելը ձեր կողմից սխալ է պարզապես։ Պարոն Հակոբյան, գրասենյակ չեք ունեցել 168 ժամ, բայց փաստացի կառավարությունն է կարծեք ֆինանսավորել կրթելը, նորաձև է շարժումը։ Սա առնչությամբ ձեր դիտարկումները եւ հաշվի առնելով, որ այս վերջին շրջանում ձեզ հետ հնարավոր չի այսպես հարցազրույցներ, ուղիղ այսպես ֆորմատներ իրականացնել, խուսափում եք լրագրողների հարցադրումներից, մեկ էլ անհամարական եք այսպես արձագանքում, դրա համար հիմա հարցեր կան կուտակված, ես ձեզ խնդրում եմ նաև անդրադառնալ օրակարգային մի շարք հարցերի, որոնք հուզում են բոլոր քաղաքացիներին։ Այդ թվում օրինակ նախորդին լրացել է Ստոնա Մնացականյանի ներողություն եմ խնդրում, ես ներողություն եմ, կարող եք ասել, բայց ես խնդրեցի եւ խնդրեցի հարգել իմ խնդրանքը, կարող եմ ինձ վերաբերող հարցին պատասխանել, կարող եմ ինձ վերաբերող։ Եթե ուզեի, նախապես այդ հայտարարությունը չէի անի եւ ձեզ չէի խնդրի։ Ես հիմա ասեցի, այլ հարցերի չեմ պատասխանում։ Դե հիմա ազատ եք, կարող եք, եթե ձեզ չի հետաքրքրում այն ինչի մասին հիմա ես ասում եմ, ազատ եք, ընտրությունը ձերն է, ինչ վերաբերվում է կրթվելը նորաձև շարժումը չի ունեցել ֆինանսավորում եւ կառավարությունը չի ֆինանսավորել կրթվելը նորաձև շարժումը։ Կրթվելը նորաձև շարժումը մինչեւ այսօր գոյություն ունի, կրթվելը նորաձև շարժումը չի ենթադրում որևէ ֆինանսական շարժ։ Կրթվելը նորաձև շարժման շրջանակում կառավարության ներգրավվածությունը եղել է բացառապես Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որպես բանախոս հանդես գալու ժամանակ եւ կառավարությունը ոչ թե շարժումն է ֆինանսավորել, այլ կառավարությունը կառավարության ղեկավարի մասնակցության մասն է ունեցել ընդհանրապես կրթվելը նորաձև շարժումը չի ֆինանսավորվում, չի ֆինանսավորվել եւ չի ֆինանսավորվելու դա հասարակական շարժում է, հանրային շարժում է եւ չի ենթադրում ֆինանսավորում։ Մինչեւ այսօր կրթվելը նորաձև շարժումը չունի որևէ գրանցված մարմին, որը կարող էր ունենալ հաշվապահություն եւ այլն եւ այլն։ Միքայելը հիմնադրամը ունի կրթվելը նորաձև շարժման աջակից ծրագիր, որը հաստատված է հոգաբարձուների խորհրդի կողմից, որը իրենից ներառում է, ենթադրում է 6 տարբեր փուլով ծրագրեր։ Դրանք շարժման աջակից ծրագրեր են, որոնց մեջ մտնում են ակումբները, ինչպես նշել են լրատվամիջոցները, կրթաթոշակները, մեծ ոչ ուսանողական տարիքում գտնվող մարդկանց, որոնք հնարավորություն ունենան նորից սովորելու, լրագրողների մասնագիտական վերապատրաստման դասընթացները, նրանք բոլորը կրթվելը նորաձև շարժման աջակից ծրագրի կոմպոնենտներ են, որը հաստատվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից։ Տարբերությունը պատկերացրեցիք։ Ձեր բարձրաբանումը ես լսեցի, ինձ հետաքրքիր է նաև հիմնադրամի անանուն նվիրատուների հետ կապված հարցը, որովհետև դա էլ է բավականին տարօրինակ, այս ընթացքում խոշոր նվիրատություններ են եղել անանունության հիմքով։ Սա խնդրահարույց չէ համարում։ Տեսեք, առհասարակ ոչ միայն Միքայելը հիմնադրամը, ընդհանրապես բոլոր բարեգործական հիմնադրամները գործում են եւ դրանց էությունը եւ փիլիսոփայությունն է նվիրատվությունների միջոցով ծրագրեր իրականացնելը։ Միքայելը հիմնադրամը գործում է ի շնորհիվ մեր բոլոր նվիրատուների մեզ փոխանցած նվիրատվությունների, որոնց շնորհիվ, որոնց աջակցությամբ մենք կարողանում ենք իրականացնել հսկայածավալ ծրագրեր եւ կարողանում ենք օգտակար լինել մարդկանց։ Միևնույն ժամանակ նվիրատուն ինքը ունի իրավունք ընտրելու ուզում է անանուն մնալ,
թե հրապարակվի իր նվիրատվության չափը եւ իր անունը, դա նվիրատուի իրավունքն է, որը նույնպես մենք պարտավոր ենք հարգել, ինչն էլ եւ անում ենք, ոչ մի խնդրահարույց բան չկա։